Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը, ընտանեկան միջավայրում սիրո, արժանապատվության և անվտանգության մթնոլորտում մեծանալու իրավունքը շարունակում են մնալ չափանիշներ, որոնք պետք է գնահատվեն յուրաքանչյուր նմանատիպ գործերով։ Սակայն իրականությունը հաճախ ավելի բարդ է։ Ամուսնալուծություններից հետո երեխաները երբեմն հայտնվում են երկարատև իրավական և հոգեբանական բախումների կենտրոնում։ Բարսենիկ Սեթրակյանի գործը ամիսներ շարունակ հասարակական ուշադրության կենտրոնում էր։ 3 անչափահաս երեխաների խնամակալության շուրջ ընթացող դատական գործընթացը լեցուն էր փոխադարձ մեղադրանքներով, վկայություններով և զգացմունքային ծանր մթնոլորտով։ Մայրը պնդում էր, որ տարիներ շարունակ ենթարկվել է բռնության և ստիպված է եղել պայքարել ոչ միայն իր արժանապատվության, այլև երեխաների ապահով և կայուն ապագայի համար դատարանից պահանջելով նրանց վերադարձը դեպի իր խնամակալություն։ Այսօր գործով առկա է նոր իրողություն։ Երեխաները վերադարձվել են մորը։ Փաստացի իրավիճակի այս փոփոխությունը նոր փուլ է բացում թե ընտանիքի ներսում հարաբերությունների վերականգնման, թե իրավական գործընթացի առումով։ Մինչ կողմերի միջև որոշ հարցեր դեռևս կարող են մնալ իրավական քննարկման առարկա, առաջնայինը երեխաների բարեկեցությունն ու նոր պայմաններին նրանց հարմարվելու գործընթացն է։ Այս անդրադարձում ներկայացնում ենք, թե ինչ զարգացումներ են նախորդել այս որոշմանը, ինչպիսի իրավիճակ է այժմ ձևավորվել և ինչ իրավական ու սոցիալական հարցեր են շարունակում մնալ օրակարգում, երեխայի լավագույն շահը պահելով որպես առանցքային սկզբունք։ Նախկինում արդեն անդրադարձել էինք այս ընտանիքի պատմությանը մեր հաղորդման շրջանակներում, ներկայացնելով դատական գործընթացը, կողմերի դիրքորոշումները և այն լարված մթնոլորտը, որում որոշվում էր 3 անչափահաս երեխաների ճակատագիրը։ Բարսենիկ Սեթրակյանի պատմությունը սկսվել է ամուսնությունից հետո, վերջինիս պնդմամբ ամուսինը պարբերաբար բռնություն է գործադրել չնչին առիթներից։ Սկզբնական շրջանում կինը փորձել է պահել իր ընտանիքն ու չի ամուսնալուծվել։ Տարավ երեխեքին ես երբևէ չեմ երբևէ խոչընդոտ չեմ եղել թե տեսնելուն, թե երեխեքին տանելուն։ Միշտ եկել է տարելա, կամ բերելա, կամ չի բերել, գնացել որ բերեմ չի տվել, ոնց որ գողացել են էլ երեխեքից։ Երեխաներին իր մոտ պահելու Վարսենիկի բոլոր փորձերը պսակվել են անհաջողությամբ, քանի որ ամուսինը իր պնդմամբ ձեռնարկել է բոլոր միջոցները զավակներին իր մոտ չթողնելու համար։ Մեր նկարահանող խումբը ներկա էր առաջին դատավարությանը, որին մասնակցում էին 2 կողմերը։ Այսօր գործը նոր զարգացում ունի։ Երեխաները վերադարձվել են մորը, Վարսենիկ Սեթրակյանին։ Դատարանի դահլիճ տեղափոխված ընտանեկան վեճը, որը ամիսներ շարունակ իրավական հարթակում էր, այժմ մտել է նոր փուլ։ Այս պահին գործի վարույթը կասեցված է եւ նշանակված է դատահոգեբանական փորձաքննություն, իսկ երեխաները այս պահին Վարսենիկի մոտ են նրա խնամքին։ Նշեմ նաև, որ հայրը Աբրահամ Մարգարյանը դիմում է ներկայացրել դատարան, որ տանում է երեխաներին եւ հանձնում է մորը Վարսենիկին, եւ նաև դիմումի մեջ նշել է, որ այլևս չի ցանկանում դատական նիստերին, ինչպես նաև փորձաքննությանը ներկա լինել եւ խնդրել դատական ողջ գործընթացը անցկացնել իր բացակայությամբ։ Բարսենիկ Սեթրակյանի խոսքով երեխաները գտնվում են ապահով միջավայրում եւ աստիճանաբար վերագտնում են իրենց բնականon առօրյան։ Երեխաները ինձ մոտ են, 3-ն էլ ապահոված, շատ լավ տեղերում, աղջիկս մեծը արդեն առաջին դասարան ինքը գնում է, տանում եմ Հացավանի դպրոց, քանի որ մամաս այնտեղ ուսուցչուհի աշխատում, մամաս իր մոտ է, տատիկի հետ գնում գալիս են ամեն օր։ Տղաներս մեր գյուղի մանկապարտեզ են հաճախում, մանկապարտեզն էլ ամեն ինչով հագեցված, ջեռուցումը նորմալ, ջերմաստիճանը շատ հարմար, նույնիսկ ինձ ասում են հաստ մի հագցրու, տաք մի հագցրու, շոքում են իրանք, սնունդը ամեն ինչ նորմալ մանկապարտեզում, նույնիսկ դպրոցում էլ երեխաներին ապուրներ են տալիս։ Ապրում են շատ հոգեբանորեն, շատ լավ մթնոլորտում, ունեն կապվածություն, սերտ կապվածություն ունեն մոր հետ եւ վայելում են մոր սերն ու ջերմությունը, որը որ բաց են թողել նախորդ տարիներում, բայց ինչ վերաբերում է կենցաղային պայմաններին, ապա նշեմ, որ բավականին լավ կենցաղային պայմաններում են ապրում, հաճախում են ի տարբերություն իրենց գյուղի դպրոցի, որ ընդամենը ինչ որ մեկի տունն էր, որը որ դարձել էր դպրոց, որ եւ որևէ պայման չկար այնտեղ, հաճախում են բավականին լավ դպրոց, լավ մանկապարտեզ, ունեն արդեն մեծ զբաղվածություններ, կրթական
եւ իրենց օրը անցնում է հագեցած եւ շատ խաղաղ մթնոլորտում։ Իսկ այն աշխատում եմ Երևանում, առավոտյան աղջկաս ու տատիկին մամայից տանում եմ դպրոց, հացավանից հետ եմ գալիս, տղաներին տանում եմ պարտեզ ու արդեն ես գնում եմ աշխատանքի։ Աշխատանքից գալիս եմ երեկոյը, երբ արդեն երեխաները տանն են։ Մինչև իմ գալը արդեն աղջիկս դպրոցում գրավորները ինչ որ չափով անում է, հետո գալիս է տուն, արդեն մամաս իր հետ դասերով զբաղվում է, հետո ես որ գալիս եմ, մի քիչ էլ ես եմ զբաղվում իր հետ դասերով։ Մոր փոխանցմամբ երեխաների կրթությունն ու խնամքը լիարժեք կազմակերպված են։ Ավագ դուստրը հաճախում է դպրոց, իսկ փոքրիկ որդիները մանկապարտեզ։ Մեր նկարահանող խումբը ուղևորվեց դեպի Հացավանի դպրոց, որտեղ սովորում է ավագ դուստրը։ Դասղեկի եւ դպրոցի հոգեբանի խոսքով երեխան օրեցօր ավելի ինքնավստահ է գալիս դպրոց։ Եթե սկզբում զգացվում էր փակվածություն եւ ներքին լարվածություն, ապա այժմ նա ակտիվորեն մասնակցում է դասերին, շփվում է համադասարանցիների հետ, նախաձեռնողականություն է ցուցաբերում։ Հասմիկը այս պահին ադապտացիոն փուլում է, այսինքն դեռ հարմարվում է, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ հարմարվել է այս միջավայրին, բայց արդեն ընկերների հետ շփվում է, ընկերություն են անում, իրար հետ խաղում են։ Կարծում եմ, որ գնում ենք դեպի դրական վիճակ։ Հասմիկը դա այս վերջի շրջանում է եկել, արդեն երեխեքը, որ արդեն գալիս էին դպրոց։ Ինքը ընդհանուր առմամբ հանգիստ երեխա է։ Սկզբում ինքը դժվար էր շփվելը, դա այդ բնական է, որտեղ նոր միջավայր է եկել, իր համար այդ փոփոխությունները ուրիշ ձև են։ Ես իր հետ խոսեցի։ Նոր հանգիստ, քնքուշ։ Հիմա արդեն երեխեքի հետ ընկերացել է, շփվում է, խաղում է։ Ընդհանուր երեխա մոտ ոչ մի բան ինչ որ լարվածություն չեմ նկատել։ Իր հետ աշխատում եմ, դե որ նոր տեղափոխվել, հանգիստ է։ Տանը լավ աշխատում են, նկատում եմ, ու այնպես չի, որ այն ժամանակ չեն աշխատել էլի, որովհետև ես տեսել եմ հիմքը, որ կա, ու հիմա էլ այդ հիմքի վրա ավելացնում են, այսինքն այո, աշխատում են։ Խոսել եմ, այտենց չէ, ինքը այտենց ներկվածություն չունի։ Սիրում է շատ իր մայրիկին, ընդհանուր որ հարցրել եմ, ասում եմ շատ եմ սիրում, երկուսին էլ։ Մանկապարտեզի դաստիարակի խոսքով Վարսենիկ Սեթրակյանի երկու որդիները ներգրաված են խմբային խաղերին, շփվում են հասակակիցների հետ եւ իրենց ապահով են զգում։ Ինտեգրում անցել ենք բավականին սահուն, չենք ունեցել ոչ մի խնդիր, գրեթե։ Ադապտացվել եմ շատ հեշտ ընկերներին, շատ սիրվել է թե ընկերների, թե մեր կողմից։ Մանկապարտեզը գերհագեցված մանկապարտեզ է, չունենք ոչ մի խնդիր։ Ինքն էլ զբաղվածության իր աստիճանով, ամեն ինչով նորմալ կատարում է իր աշխատանքը երեխաների հետ։ Հունվարի 1-ից անցել ենք նոր սննդակարգի, առողջ սնունդ։ Վարսենիկ Սեթրակյանի ներկայացուցիչ փաստաբան Շուշանիկ Արսենյանը ընդգծում է, որ երեխաների վերադարձը կարևոր քայլ է, սակայն իրավական գործընթացը դեռ ավարտված չէ։ Չեմ կարող հստակորեն ասել, դա հոգեբանական փորձաքննությունից ինչ որ վախենալու միտում ունեցել է թե չէ, բայց ամեն դեպքում այս որոշմանը եկել է հենց դատարանի կողմից դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու որոշումից հետո։ Այսինքն երևի թե ուղիղ համեմատական կապով կապված են այս որոշումները եւ դատարանի կողմից կայացված եւ Աբրահամ Մարգարյանի կողմից կայացված որոշումները ուղիղ համեմատական կապի մեջ են։ Փաստաբանի խոսքով առանձին խնդիր է նաեւ ալիմենտների հարցը։ Չնայած այն հանգամանքին, որ երեխաները փաստացի բնակվում են մոր հետ, ալիմենտները շարունակում է ստանալ հայրը։ Արսենյանի փոխանցմամբ այս հարցով առաջիկայում նույնպես կձեռնարկվեն իրավական քայլեր։ Աբրահամ Մարգարյանը այսօր ստանում է ինչպես Վարսենիկի կողմից վճարվող ալիմենտը, այնպես էլ սոցիալական ապահովության ծառայության կողմից նշանակված նպաստը, որը որ հասու է երեխաներին, այդ գումարը եւս ստանում է Աբրահամ Մարգարյանը եւ մենք անպայման ձեռնմուխ ենք լինելու, որ այդ հարցը եւս իր տրամաբանական հանգուցալուծմանը գա, դեռևս այդ հարցի հետ կապված Վարսենիկի հետ տեխնիկա պես չեմ կարողացել քննարկում ունենալ, բայց այդ հարցին անպայման եւս անդրադառնալու ենք։ Փաստաբանը նաև հավելում է, որ առաջնահերթությունը երեխաների հոգեբանական կայունությունն է եւ իրենք շարունակելու են հետեւողականորեն պաշտպանել նրանց իրավունքները անկախ գործընթացի տևողությունից։ Կարծում եմ, որ մենք ի վերջո դրական եզրահանգման ենք գալու եւ ունենալու ենք այն վճիռը, որը որ հայցադիմը դատարան մուտքագրելիս ակնկալում էինք,
Ամեն դեպքում շատ մեծ դեր է այստեղ խաղալու դատահոգեբանական փորձաքննությունը, ճիշտ է Աբրահամ Մարգարյանը դատարանին խնդրել է որ չիրականացնել փորձաքննությունը հաշվի առնելով որ արդեն իսկ երեխաներին տվել է մորը, սակայն ես գտնում եմ, որ ամեն դեպքում պետք է իրականացվի փորձաքննությունը, որովհետև այստեղ վեր են հանվելու երեխայի լավագույն շահը եւ ինչպես գիտենք, որ երեխայի լավագույն շահը դա պետության առաջնահերթություններից է լուծելու համար, այնպես որ փորձաքննությունը կիրականացվի ու դրանից հետո արդեն կնշանակվեն հետագա դատական նիստերը, որի ընթացքում մենք արդեն համապատասխան դատավարական գործողություններ կկատարենք։ Դրական այնքանը, որ շատ մարդիկ իրավիճակին տեղյակ չէին, ինչ որ կոմենտարիաներ, մեկնաբանություններ են ամեն տեղյակ։ Հիմա արդեն շատ մարդիկ գիտեն իրականում ինչպես է, ոնց է, հետո շատ հարցեր իրանց մեջ առաջացել է, միգուցե այս հաղորդման շնորհիվ այդ պատասխանները ունեցել են արդեն։ Այնուհանդերձ շնորհակալ եմ եւ հաղորդմանը եւ կազմակերպիչներից հիմա փառքասու երեխաներս կողքիս են, անհանգստությունս ավելի քիչ է, ամեն դեպքում էլի շատ շնորհակալ եմ։ Իրավական առումով այս պատմությունը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ, սակայն 3 երեխաների համար այն արդեն նոր էջ է։ Երբ դատական փաստաթղթերի փոխարեն առաջին պլան է մղվում երեխայի խաղաղ քունը, դպրոցի դասը, մանկապարտեզի խաղը, դա նշանակում է, որ ամենակարևոր որոշումը արդեն կայացվել է կյանքի կողմից։ Երեխայի լավագույն շահը միայն իրավական ձևակերպում չէ, այն ամեն օր ապրելու իրավունք է, առանց վախի, լարվածության եւ անորոշության։ Համայնքային գույքի տնօրի նման թափանցիկությունն ու պաշտոնատար անձանց պատասխանատվությունը կրկին իրավապահների ուշադրության կենտրոնում են։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական բարույթի շրջանակում բացահայտվել է դեպք, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին։ Նրան առաջադրվել են մեղադրանքներ պաշտոնական դիրքի չարաշահման, աճուրդի ընթացակարգի խախտման եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հատկանիշներով։ Պաշտոնեական դիրքի չարաշահում, աճուրդի ընթացակարգի խախտում եւ ըստ մեղադրանքի հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական բարույթով բացահայտվել է դեպք, որը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, տեղեկանալով, որ մասնավոր ընկերությունը համայնքում բջջային կապի կայան տեղադրելու համար հողամաս է փնտրում, որոշել է օրենքի խախտմամբ համայնքին պատկանող գույքը դուրս բերել հաշվեկշռից եւ ձևակերպել եղբոր անվամբ։ Ըստ գործի նյութերի 2013 թվականի ապրիլին կազմակերպվել եւ անցկացվել է հողամասի աճուրդ վաճառք, սակայն այն իրականացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ։ Կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2012 թվականից մինչև 2025 թվականը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձը նախապես իմանալով բջջային կապի օպերատորի կողմից Դպրաբակ բնակավայրում բջջային կապի կայան տեղադրելու մտադրության մասին նախորոք որոշված հողամասը բջջային կապի օպերատորին տևական ժամանակահատվածով կայուն եկամուտ ստանալու դիտավորությամբ վարձակալական հիմունքներով հանձնելու համար ձեռնամուխ է եղել պաշտոնական լիազորությունները չարաշահելով հիշալ հողամասը համայնքի հաշվեկշռից օրենքի խախտմամբ դուրս բերելու, եղբոր անվամբ ձևականորեն գրանցելու եւ հիշալ գույքի հանցավոր ծագումը տնօրինման եղանակը խեղաթյուրելով փաստացի իրենը դարձնելու գործընթացը։ Դրանից հետո համայնքի ղեկավարի եղբոր եւ բջջային կապի ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր։ Վարձավճարի ընդհանուր գումարը կազմել է 5 միլիոն 924 հազար դրամ, որը փոխանցվել է եղբոր եւ համայնքի ղեկավարի բանկային հաշիվներին, սակայն ըստ նախաքննության ամբողջ գումարը փաստացի տնօրինվել է համայնքի ղեկավարի կողմից։ 2013 թվականի մայիսին կազմակերպել եւ անցկացրել է քննարկվող հողամասի աճուրդ վաճառք եւ հանդիսանալով աճուրդավար հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ, այն է հրապարակային սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի ծնողները, ամուսինը, քույրը եւ եղբայրը, բնակավայրի նպատակային նշանակություն ունեցող հողամասը,
38,000 դրամ գումարի դիմաց օտարել է եղբորը։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացրել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման, փողերի լվացման հոդվածով։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ անշարժ գույքը արգելադրվել է։ Պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Հետագայում եղբայրը քննարկվող հողամասը 25 տարի ժամկետով վարձակալական հիմունքներով հանձնել է բջջային կապի օպերատորին, իսկ վարձակալությունից ստացված եկամուտները ամբողջությամբ տնօրինվել են պաշտոնատար անձ հանդիսացող բնակավայրի վարչական ղեկավարի կողմից։ Դպրաբակ համայնքի նախկին վարչական ղեկավարի ապօրինի գործողությունների արդյունքում պետությանը պատճառված մոտ 6 միլիոն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։ Քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև արգելադրվել է քննարկվող հողամասը։ Նախաքննությունը ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան։ Այս գործը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում համայնքային գույքի տնօրինման, թափանցիկության եւ պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցին, թե արդյոք մեղադրանքը կհաստատվի դատարանում, ցույց կտա դատական քննությունը։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կարևոր է իմանալ է, որ ընթացքում մենք խոսում ենք տարբեր իրավական գործընթացների եւ օրենքների փոփոխությունների մասին, որոնց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա կարևոր է եւ նրա իրավունքների իրացման տեսանկյունից ներկայացնում ենք որոշակի տվյալներ։ Այսօր հենց նմանատիպ նպատակով մեր տաղավարում հյուրընկալել ենք Վահագն Դալաքյանին, կատարողական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնական հեղինակ եւ փաստաբան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Դալաքյան մեր հրավերն ընդունելու համար։ Այս օրերին մենք բազմաթիվ զանգեր ենք ստացել քաղաքացիներից, ովքեր գիտեն, որ նոր օրենք է մշակվել, նոր օրենք է ընդունվել եւ այդ դրույթներն արդեն սկսել են տարածվել հունվարի 1-ից սկսած։ Քաղաքացիներից մեկը հեռախոսազանգի միջոցով խնդրեց, որ այս տաղավարում քննարկվի այն թեման, թե արդյոք իր բնակարանը, որն այս պահին հարկադիր կատարման փուլում որոշակի գործընթացների պատճառով պետք է աճուրդի դրվեր, կարող է իրացնել իր եղբորը, թե այնուամենայնիվ պետք է աճուրդով իրացվի։ Սկսենք այն կարևորագույն փոփոխություններից, որոնք քաղաքացիների համար շատ լուրջ հետևանքներ են բերելու իրենց իրավունքների իրացման տեսանկյունից։ Շնորհակալ եմ հրավերի համար, իրոք շատ կարևոր է նման ձևաչափով պարզաբանել այսպիսի հարցերը, որովհետև իրոք մեծ արձագանքներ ենք ստանում քաղաքացիներից տարբեր ֆորմատներով, որովհետև հարկադիր կատարման ծառայությունը գիտեք տարեկան 100 հազարավոր քաղաքացիների հետ է գործ ունենում եւ բնականաբար ազդեցության շրջանակը այս փոփոխությունների լայն է։ Այն փոփոխությունը, որ ասացիք, այո, նոր օրենքի կարևոր նորամուծություններից է, որը թույլ է տալիս պարտապանին, քաղաքացուն կամ իրավաբանական անձին, էական չէ, իր արգելադրված գույքը վաճառել մինչև հարկադիր աճուրդը սկսվելը իր ուզած գնորդին, իր ցանկացած գնորդին, այսինքն ինքը այդ նպատակով պետք է դիմի հարկադիր կատարողին, ստանա թույլտվություն եւ առնվազն շուկայական արժեքով հնարավորություն է ստանում իր գույքը վաճառելու իր ընտրած գնորդին, իհարկե այդ գնման գինը պետք է վճարվի ոչ թե իրեն, այլ հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվին, որպեսզի ուղղվի պահանջների մարմանը։ Այս փոփոխությունը այո նոր օրենքով նախատեսված է, սակայն անդրադառնալով ոչ թե բացառություններ, այլ որոշակի վերապահում պետք է անենք այն մասով, թե արդյոք տվյալ քաղաքացու վարույթի գործի նկատմամբ այս նոր փոփոխությունը կիրառելի է։ Այն առումով, որ օրենքում կան անցումային դրույթներ եւ պետք է հասկանալ, թե արդյոք այդ վարույթի նկատմամբ արդեն իսկ տարածվում է նոր օրենքը, թե ոչ։ Ընդհանուր կանոնը այն է, որ նոր օրենքը տարածվում է պարզ լեզվով ասած նոր վարույթների նկատմամբ։ Այսինքն, եթե տվյալ գործը հարուցվել է, սկսվել է հարկադիր կատարման ծառայությունում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը եւ հիմա ընթացքում է, ապա այդ դեպքում չի կիրառվի այս նոր փոփոխությունը եւ դեռևս հին կարգավորումներն են
գործելու։ Պարոն Դալակյան, իմ հիշելով մենք մոտ 6 ամիս հետաձգեցինք օրենքի ուժի մեջ մտնելու գործընթացը, պայմանավորելով հենց ընթացիկ այդ փոփոխությունների կյանքի կոչվելու ընթացակարգերի հետ։ Արդյոք այդ 6-ամսյա ժամկետում կարողացել ենք դա կյանքի կոչել, թե մեզ սպասում է եւս այլ ընթացակարգային փաստորեն փոփոխություններ, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն։ Տեսեք, օրենքը ընդունվել է դեռևս 2024 թվականի ապրիլի 11-ին եւ սկզբնապես էլ նախատեսված էր բավական մեծ երկար ժամկետ օրենքի ուժի մեջ մտնելու համար, մասնավորապես նախատեսված էր 25 թվականի հուլիսի 1-ը։ Ինչու էր այդքան երկար նախատեսված ժամանակը, որովհետեւ բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր պետք է զրոյից ընդունվեին կամ համապատասխանեցվեին նոր օրենքին, ծրագրային տեխնիկական բազմաթիվ նոր լուծումներ պետք է տրվեին, որովհետեւ հարկադիր կատարման ծառայությունը իր գործառույթները մասնավորապես հարցումները, արգելանքներ կիրառելը իրականացնում է գլխավորապես էլեկտրոնային եղանակով, եւ այդ ամբողջ էլեկտրոնային համակարգը պետք է համապատասխանեցվեր նոր օրենքին, եւ բացի դրանից ի վերջո հարկադիր կատարողները պետք է վերապատրաստվեին նոր օրենքի կիրառման նպատակով։ Մինչև այդ ժամկետի լրանալը այդ փոփոխությունը ձեր նշած կատարվեց, որովհետև պարզ դարձավ, որ անգամ այդ ժամկետը բավարար չի եղել այդ բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարելու համար եւ հետաձգվեց 6 ամսով, ի վերջո հունվարի 1-ին մենք ունեցանք ուժի մեջ մտած օրենք եւ այսօր կարող ենք ասել, որ այդ օրենքը արդեն իսկ նոր վարույթների նկատմամբ կիրառվում է։ Այստեղ կա մի փոքր կտոր դեռևս, որը ուժի մեջ չի մտել, դա կատարողական թերթ հասկացության, կատարողական թերթ փաստաթղթի վերացման մասով է, այսինքն այդ մի օղակն էլ նախատեսվում է, որ պետք է վերանա եւ վարույթ սկսելու համար այլևս չի պահանջվելու դիմել դատարան ստանալ կատարողական թերթ, այլ միանգամից պահանջատերը պետք է դիմի հարկադիր կատարման ծառայություն։ Օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ փաստը։ Այո, եւ հարկադիր կատարողը արդեն դատարանից էլեկտրոնային եղանակով իրեն անհրաժեշտ տվյալները կստանա եւ կհարուցի կատարողական վարույթ։ Բայց այստեղ եւս դա կյանքի կոչվելու ինչ ժամանակահատված ունենք։ Սա վերջնաժամկետը սրա համար սահմանված է սեպտեմբերի 1 այս տարվա, որովհետեւ կրկին այդ դատարաններ հարկադիր կատարման ծառայություն կապը ապահովող էլեկտրոնային համակարգ պետք է ներդրվի։ Ես կարծում եմ մեր քաղաքացիները պետք է ֆիքսեն, որ սեպտեմբեր ամսից սկսած արդեն ուժի մեջ է մտնելու այն դրույթը, համաձայն որի այլևս կատարողական թերթ պահանջելու եւ հարկադիր կատարման ծառայություն տանելու անհրաժեշտություն չի լինելու, որովհետեւ միայն ձեր դիմումը եւ ներկայացված փաստաթղթերը, որ փաստացի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, բավարար է լինելու կատարողական վարույթ սկսելու համար։ Ես ուզում եմ առանձնացնել այն կարևորագույն փոփոխությունները, որոնք քաղաքացին պետք է իմանա, որպեսզի լիարժեք կարողանա իրականացնել իր իրավունքները։ Տեսեք, քանի որ սկսեցինք այդ գույքը ինքնուրույն վաճառելու հնարավորությունից, դրա նմանությամբ եւս մեկ հնարավորություն կա, որը որոշակի ավելի լայն դաշտ է ապահովում պարտապանի համար եւ նաեւ ինչու՞ չէ, նաեւ պահանջատիրոջ շահերն է ապահովում։ Մասնավորապես արգելադրված գույքը հնարավորություն է ստեղծվում տալ նաեւ վարձակալության կրկին հարկադիր կատարողի թույլտվությամբ եւ այնպիսի գույքի մասին է այստեղ խոսքը, որի վարձակալության հանձնելը չի էապես չի նվազեցնի շուկայական արժեքը։ Անշարժ գույքերի մասին, որովհետև շարժական գույքերի մասով դա կարող է այլ նվազեցնել։ Որովհետև անշարժ գույքի դեպքում դա բացի բնական մաշվածությունից չի նվազեցնում շուկայական արժեքը, բայց օրինակ ավտոմեքենան վարձակալության հանձնելը հասկանում ենք, որ էապես կարող է վիճակը ավտոմեքենայի վատթարացնել։ Այսինքն, սա ինչ է տալիս երկու կողմերին էլ։ Քանի դեռ գույքը վաճառված չէ հարկադիր աճուրդով, պարտապանը կարող է հարկադիր կատարողի թույլտվությամբ վարձակալության հանձնել, ստանալ գումարներ, կրկին այդ գումարները կուղղվեն պահանջի մարմանը եւ դրանից նաեւ օգուտ կստանա պահանջատերը։ Այսինքն, սրանով անգամ այդ արգելադրված վիճակում մենք կարողանում ենք գույքը վերադարձնել մասամբ քաղաքացիական շրջանառություն, որը ձեռնտու է երկու կողմերին էլ եւ ապահովում է հարկադիր կատարման ավելի բարձր արդյունավետություն։ Ճկուն մեխանիզմ։ Այո։ Եվ նաեւ ճկունություն ապահովող եւս մեկ կարգավորում կնշեմ, շատ են դեպքերը, երբ անգամ հարկադիր կատարման փուլում պարտապանը պահանջատիրոջից խնդրում է իրեն տրամադրել ժամանակացույց, որով ինքը պատրաստ է մարել
պարտքը, անգամ պատրաստ է, չգիտեմ, օրինակ, պարտքի կեսը միանավակ վճարել, մնացած կեսի համար խնդրում է 6 ամիս կամ 1 տարի ժամանակացույց։ Որպես օրինակ, հիմա նշենք, որ 200,000-ը չգերազանցող գումարի մասով քաղաքացին փաստացի կարող է նման խնդրանքով դիմել հարկադիր կատարման ծառայությունից, այս փոփոխությունով ինչ է նախատեսվում։ Նախատեսվում է հին օրենքով նախ համեմատենք հին օրենքի հետ, որ նման դեպքերում անգամ եթե կողմերը համաձայն էին այդ ժամանակացույցի հետ, միևնույն է պահանջվում էր դիմել դատարան, վճիռը կայացրած դատարան եւ ստանալ նման որոշում։ Այսինքն դատարանին էլ լրացուցիչ ծանրաբեռնում ենք մի հարցի քննությամբ, որով կողմերը վեճ չունեն։ Հիմա նոր օրենքով սահմանվել է, որ եթե կողմերը կգան նման համաձայնության ժամանակացույց սահմանելու վերաբերյալ, կարող են համատեղ միջնորդությամբ դիմել հարկադիր կատարողին, ներկայացնել իրենց որոշած ժամանակացույցը եւ հարկադիր կատարողը արդեն այդ ժամանակացույցին համապատասխան կիրականացնի իր կատարողական գործողությունները։ Կան հետևանքներ ժամանակացույցին համապատասխան վճարումներ չիրականացնելու պարագայում ինչ կարող է լինել։ Բնականաբար, եւ դա կողմերն էլ կարող են իրենց համատեղ միջնորդությամբ նշել, որ որևէ խախտման դեպքում կամ կողմերը կարող են նշել, ենթադրենք, 2 շաբաթ եւ ավել խախտման դեպքում։ Այսինքն ըստ էության համաձայնագիր է կազմվում, որն իր հետևանքը կարող է որպես կետ ունենալ նաեւ այդտեղ։ Այո, այսինքն կողմերի համաձայնություն, որը ազդեցություն է ունենում կատարողական վարույթի վրա առանց դատական միջամտության, առանց դատարանին ծանրաբեռնելու։ Եվ բացի դրանից կողմերը նաեւ այդ համաձայնությամբ կարող են պայմանավորվել օրինակ դրամական միջոցների վրայից արգելանք հանելու շուրջ կամ աշխատավարձից որոշակի պահումներ կատարելու շուրջ, անգամ եթե մինչ այդ աշխատավարձից պահումներ չէին կատարվել։ Օրինակ, եթե սահմանում են ամենամսյա մարման ժամանակացույց, կարող են պայմանավորվել, որ աշխատավարձից էլ այդ պահումները կատարվեն եւ որևէ այլ կատարողական գործողություն բռնագանձման ուղղված տեղի չունենա։ Շատ լավ, քանի որ մենք այսօր գլխավոր թողարկման ժամանակ խոսեցինք խնամակալության հարցից երեխաների հետ կապված եւ մենք գիտենք, որ շատ ժամանակ հենց հարկադիր կատարման ծառայության միջոցով են տեսակցությունները կազմակերպվում կամ երեխային բնակության վայր տեղափոխելու գործընթացն է կազմակերպվում հարկադիր կատարման ծառայության միջոցով։ Այս փուլում եւ այս թեմայի շրջանակում կան կարգավորումներ, որովհետեւ գիտեմ, որ բազմաթիվ էին խնդիրները։ Այո, այդ մասով էլ առանձին հոդված նվիրվել է հենց երեխաների հետ կապված կատարողական վարույթներին, սա եւս նորամուծություն է, որովհետեւ նախկին օրենքում ինքը ընդհանուր դրույթներով էր կարգավորվում, ոչ գույքային բնույթի վարույթների համար սահմանված ընդհանուր դրույթներով։ Իսկ նոր օրենքով սահմանվել է հենց երեխաների տեսակցության կամ երեխային մի ծնողից մյուսին հանձնելու հետ կապված վարույթների հետ կապված ընդհանուր դրույթներ առանձին հոդվածով եւ այդտեղ կենտրոնականն է երեխայի լավագույն շահը, այսինքն բոլոր սուբյեկտների համար, այդ թվում հարկադիր կատարողի համար պարտադիր կանոն է սահմանվել, որ ցանկացած կատարողական գործողություն պետք է բացառի երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական հարկադրանքի կիրառում։ Այսինքն սա իմպերատիվ կանոն է եւ սրանից որևէ շեղում չի թույլատրվում։ Բայց մյուս կողմից մենք ունենք բնականաբար նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը պետք է կատարվի, հրադադության անբաժանելի մասն է վերջի վերջը հանդիսանում հենց վերջին փուլը հարկադիր կատարման։ Բայց այստեղ ինչու՞մ է իրավիճակի առանձնահատկությունը, որ դատական ակտը ենթադրենք կարող է կայացված լինել 5 տարի առաջ, դատարանը այո, գործի քննության ժամանակ հաշվի առել է, միգուցե նաեւ լսել է երեխային, հոգեբանի է ներգրավել եւ այլն, բայց սա դինամիկ զարգացող իրավիճակ է եւ այդ ընթացքում երեխայի հոգեբանական իրավիճակն էլ կարող է փոխվել տարբեր ազդեցությունների տակ, բայց դա արդեն իրավական դաշտից դուրս է եւ հարկադիր կատարողի հսկողությունից դուրս է եւ ամեն դեպքում հարկադիր կատարողը ցանկացած իրավիճակում պետք է բացառի երեխայի նկատմամբ հարկադրանքի կիրառում, այսինքն պետք է հաշվի առնենք, որ այստեղ պարտապանը բնականաբար ոչ թե երեխան է, այլ ծնողներից մեկը, ենթադրենք, կամ այլ ազգականը, պարտապանի նկատմամբ այո կարող է կիրառվել հարկադրանք, բայց երեխայի նկատմամբ չի կարող եւ անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողն էլ պետք է ներգրավի մանկավարժ փորձագետի, որը պետք է փորձի աշխատանք տանել երեխայի հետ եւ նաեւ տա եզրակացություն հարկադիր կատարողին հետագա կատարողական գործողությունների առումով։ Նաև նշեմ, որ նշված հոդվածի հիման վրա ընդունվել է նաև ենթաօրենսդրական ակտ Արդարադատության նախարարի հրամանի տեսքով, որը մանրամասն արդեն շատ ավելի մանրամասն կարգավորումներ է տալիս երեխաների հետ կապված վարույթի ընթացակարգի, այդ ընթացքում
գաղտնիության ռեժիմի պահպանման, երեխաների իրավունքների պաշտպանության։ Իրականում սա շատ կարևոր փոփոխություն է եւ շատ կարևոր մեխանիզմ, որովհետեւ հարկադիր կատարման փուլում հենց այս խնդրի հետ կապված բազմաթիվ են բաց թողումները, որոնք բարձրաձայնվել են մեր հաղորդման շրջանակում, ներկայացրել ենք բազմաթիվ խնդիրներ, այլ նշում եք, որ գրեթե 5 տարի հնարավոր չի եղել, հա, երեխային կամ 5 տարի անցել է դատական ակտից, այդ 5 տարիների ընթացքում փաստացի հնարավոր է արձանագրել մի իրավիճակ, երբ հարկադիր կատարման ծառայությունը տեսնելով երեխայի հոգեբանական վիճակը պարզապես չի կարողացել մի ծնողից տալ մյուս ծնողին, որով որ դատական ակտը սահմանում է, ու արդյունքում այո, մենք ունենում ենք իրավիճակ, երբ բազմաթիվ դատական ակտեր այդպես էլ մնում են թղթի վրա գրված եւ չեն կատարվում։ Հուսամ, որ այս փոփոխությունները կբերեն լուրջ հետևանքների եւ կկատարվեն դատական ակտերը։ Եվ ներողություն կապելով նախորդ հարցի հետ, այստեղ եւս այդ ճկունությունը կարող է ապահովել հենց երեխաների հետ կապված վարույթներով, այսինքն օրինակ սահմանվել է տեսակցության որոշակի կարգ, բայց ժամանակի ընթացքում այդ տեսակցության կարգը սկսել է չհամապատասխանել հա կողմերի կարիքներին, կողմերի շահերին։ Նախկին օրենսդրության պայմաններում իրենք ստիպված էին կրկին դիմել դատարան, ստանալ նոր կարգ, վերանայել նախկին դատական ակտը եւ այլն, իսկ նախորդ մեր քննարկած կարգավորման կոնտեքստում, այսինքն դա վերաբերում է ոչ միայն դրամական, այլ նաեւ ոչ դրամական պահանջներին, կողմերը եթե ունեն համաձայնություն, կարող են սահմանել նոր կարգ, տեսակցությունների նոր կարգ, նոր, չգիտեմ, ժամանակացույց եւ այլն, կրկին առանց դատարան դիմելու, առանց ժամանակ կորցնելու, դիմել հարկադիր կատարողին եւ վարույթը շարունակել իրենց համաձայնեցրած կարգով։ Շատ լավ։ Ես նկատել եմ, որ օրենքում կան խրախուսող նորմեր։ Մի փոքր ուզում եմ անդրադարձ կատարել դրանց։ Ինչով են խրախուսում քաղաքացուն պարտավորությունը ճիշտ ժամանակին կատարելու համար։ Այստեղ եթե վերադառնանք կրկին դրամական պահանջներին, տնտեսական բնույթի խթաններ են ըստ էության ներդրվել եւ դա էլ կարևոր նպատակներից է օրենքի, ի վերջո անգամ հարկադիր կատարման փուլում խթանել պարտապանին ինքնուրույն կատարել պարտավորությունը։ Ինչու՞մ է կայանում այդ տնտեսական խթանը, դա կատարողական ծախսերի հատուցման մեխանիզմի մեջ է։ Նախկին օրենսդրությամբ ֆիքսված 1% կար 5% բռնագանձված գումարից, անկախ նրանից, թե որ փուլում այդ բռնագանձումը տեղի կունենա։ Այսինքն հենց կատարողական վարույթը հարուցվեց, պարտապանը գիտի, որ իր պարտքին փաստացի ավելացավ եւս 5% եւ արդեն վաղը կվճարի, թե 3 ամիս անց կվճարի, միևնույն է այդ 5%-ն է ավելանալու։ Նոր օրենքով տարբերակված չափեր են սահմանվել եւ այդ տարբերակված չափերը կատարողական վարույթի ավելի վաղ փուլում վճարելու կամ բռնագանձելու դեպքում ավելի ցածր կատարողական ծախսի վճարի չափ են սահմանում։ Մասնավորապես, եթե առաջին 2 շաբաթվա ընթացքում վճարվի կամ բանկային հաշիվներից օրինակ բռնագանձվի, ապա այդ վճարի չափը կլինի ընդամենը 2%։ Եթե դրանից հետո 2 շաբաթ լրանալուց հետո նույնը տեղի ունենա, ապա կլինի 4%, ելի նախկին 5%-ից ցածր, եւ միայն այն դեպքում, երբ այդ ամբողջ ընթացքում պարտապանը չվճարի եւ գործը հասնի աճուրդի, հարկադիր աճուրդի եւ աճուրդով գույքը իրացվի, այդ դեպքում կլինի արդեն ավելի բարձր չափ, կլինի 10% ստացված գումարից։ Այսինքն այս տարբերակված մեխանիզմով կրկին քաղաքացուն կամ իրավաբանական անձին գործողություններ անելու հնարավորություն է տրվում։ Նաև ոնց որ մեսեջ ենք տալիս, որ եթե դու ավելի շուտ ակտիվություն ցուցաբերես, գործընթացից դուրս կգաս ավելի նվազ կորուստներով։ Շատ լավ, պարոն Դալակյան, ամփոփելով ուզում եմ փոխլրացնել, թե կան այլ փոփոխություններ, որոնք այս պահին կարևոր են բարձրաձայնել եւ կարևոր է քաղաքացիների համար իմանալ։ Եվս մեկ փոփոխության մասին կուզեի նշել, դա էլի շատ տարածված իրավիճակ է, երբ արգելադրվում է եւ բռնագանձման ենթակա է ընդհանուր սեփականությունում պարտապանի բաժին, այսինքն օրինակ բնակարանում կամ հողամասում պարտապանը միանձնյա սեփականատեր չէ, այլ կան նաև համասեփականատերեր, որպես կանոն իր ընտանիքի անդամներ, կամ դա ընդհանուր համատեղ սեփականություն է, ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն է։ Այդ դեպքում նախկին օրենսդրությամբ հարկադիր կատարողը արգելադրում էր գույքը, բայց հետագա գործողություններ չէր անում, այլ առաջարկում էր պահանջատիրոջը լրացուցիչ հայց ներկայացնել դատարան, որպեսզի այդ բաժինը բնականաբար առանձնացվի կամ ընդհանուր գույքը վաճառվի ըստ դատարանի
վճռի եւ գումարը բաշխվի համասեփականատերերի միջեւ։ Այստեղ մեր քաղաքացիներին, մեզ լսողներին կխնդրեի ուշադիր լինել, որ նոր օրենքով այս գործընթացը տեղափոխվել է արդեն կատարողական վարույթի շրջանակ եւ այդ ամբողջ գործընթացը իրականացնելու է հարկադիր կատարողը, այսինքն գնահատել արդյոք հնարավոր է բնեղենով առանձնացնել թե ոչ, հնարավոր լինելու դեպքում առանձնացնում է իր որոշմամբ եւ դա ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի դեպքում, իսկ եթե ոչ, ապա արդեն ընդհանուր գույքն է իրացնում, իհարկե ապահովելով նաեւ համասեփականատերերի գնման նախապատվության իրավունքը։ Այսինքն, այստեղ պետք է ուշադիր լինել, որ արդեն հարկադիր կատարողը ունի նման իրավասություն եւ կատարողական վարույթի շրջանակներում այդ գործողությունները կարող են կատարվել։ Շատ կարևոր է այս փուլում հասկանալ, երբ օրինակ բաժինն առանձնացնելու հայցապահանջ է ներկայացվում, բնականաբար նշանակվում են փորձաքննություններ, որպեսզի հնարավոր լինի հասկանալ արդյոք բնեղենով հնարավոր է առանձնացնել թե ոչ, շուկայական արժեքի որոշում եւ այլն։ Այս գործընթացները փաստացի ապահովում է հարկադիր կատարման այս փուլում։ Այո, ըստ էության նույն իրավունքները պարզապես այստեղ ընթացակարգն է փոխվել, նույն իրավունքները կողմերը պահպանում են, բայց դա կարող են իրականացնել կատարողական վարույթի շրջանակներում եւ այս փոփոխությունը թույլ է տալիս կրկին բարձրացնել արդյունավետությունը գործընթացի, կրճատել ժամանակը, բեռնաթափել դատարաններին եւ ի վերջո նաեւ շատ կարեւոր բան խուսափել իրավական կազուսներից, որովհետեւ այդ նույն հայցը կարող է ներկայացնել մի քանի պահանջատերեր եւ ունենալ տարբեր իրար հակասող վճիռներ, որը ըստ էության անլուծելի իրավիճակների կարող էր բերել։ Այս դեպքում արդեն գործընթացը կենտրոնացվում է հարկադիր կատարողի մոտ, բնականաբար այս կամ այն հարցի հետ, հարկադիր կատարողի այս կամ այն որոշման հետ անհամաձայնության դեպքում կողմերը պահպանում են իրավունքը վիճարկել հարկադիր կատարողի որոշումները, այդ թվում դատական կարգով վարչական դատարանում։ Կարող ենք հետևություն անել, որ այսուհետ նմանատիպ վեճերը դատական ատյաններում չեն քննվելու եւ դատարանները վերադարձնելու են փաստորեն ասելով, որ հարկադիր կատարման ծառայություն պետք է ներկայացվեն այս պահանջները։ Հետաքրքիր ու ակտուալ հարց եք տալիս, որովհետեւ հենց այս պահին այդ հարցը քննարկվում է դատարաններում։ Այստեղ էլի անցումային դրույթների հետ գործ ունենք, այսինքն նախկինում ներկայացված հայցերը մինչեւ հունվարի 1-ը ներկայացված հայցերը դեռևս գտնվում են դատարանների վարույթներում եւ դատարանները այս մասով առնվազն իմ ինֆորմացիայով չեն կարճել գործերը եւ շարունակում են քննել։ Այստեղ ավելի շատ խնդիրը վերաբերում է նոր ներկայացված հայցերին, բայց հին վարույթներով։ Այդտեղ արդեն մենք ունենք դեպքեր, երբ առաջին ատյանի դատարանները մերժել են վարույթ ընդունել, նշելով, որ դուք արդեն հնարավորություն ունեք գնալ թեկուզ հին կատարողական վարույթը վերսկսելու դիմում ներկայացնել եւ կիրառել նոր ընթացակարգը, բայց նաեւ ունենք նման որոշումների բողոքարկում որոշ գործերով եւ վերաքննիչ դատարանը դեռևս որոշում չունի։ Ամեն դեպքում այս անցումային շրջանում դեռևս կլինեն որոշ քանակի նման գործեր, բայց կարող ենք ասել, որ որոշ ժամանակ անց արդեն նմանատիպ բոլոր հարցերը կենտրոնանան հարկադիր կատարման ծառայությունից։ Հետո հարկ է լինում կրկին փոփոխություններ անել, այո, եւ խնդիրները վերացնել Ոչ թե այստեղ փոփոխություններ անելու, այլ անցումային շրջանը անցնելու եւ արդեն այդ հին վարույթների բանը հետքը կորցնելու եւ արդեն այս մասով գուցե, բայց վստահ եմ, որ պրակտիկ գործունեություն ցույց կտա, որ վեր կհանվեն նաեւ խնդիրներ, որոնք եւս գուցե ստանան կարգավորումներ։ Համենայն դեպս այս պահին պետք է արձանագրենք, որ ճկուն մեխանիզմներ առկա են եւ իօքուտ Հայաստանի Հանրապետության քաղաքացու գործող մեխանիզմներ են առկա, ինչը ողջունելի է։ Ամփոփելով ձեր վերջնական խոսքը ներկայացրեք մեր քաղաքացիներին եւ հորդորը նրանց նմանատիպ իրավիճակում հայտնվելու դեպքում։ Կրկնեմ, որ այս ոլորտը շատ մեծ թվով քաղաքացիների, բիզնեսների, իրավաբանական անձանց վերաբերող ոլորտ է եւ կարեւոր է այս ոլորտի հետ կապված թեկուզ ընդհանուր իրազեկվածությունը, իրավագիտակցությունը եւ հորդորը ամեն դեպքում այն է, որ չհասցնեն գործը հարկադիր կատարման, փորձեն ամեն դեպքում անգամ վեճերի դեպքում դրանք հարթել բանակցությունների միջոցով, համաձայնության միջոցով, բայց անգամ հարկադիր կատարման փուլում մենք տեսանք, քննարկեցինք, որ այդ համաձայնության հնարավորությունները կան եւ ընդլայնվել են։ Կարելի է կատարել անգամ այդ փուլում։ Շնորհակալ եմ ձեզ մեր հրավերն ընդունելու համար եւ այսչափ կարեւոր տեղեկատվությամբ մեզ հետ կիսվելու համար։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այնինչ որ այստեղ քննարկվում է եւ խոսվում, կարեւոր է իմանալ։ Զանգվեք մեզ, նշեք ձեր հեռախոսահամարը, մենք ինքներս կարող ենք կապ հաստատել, եթե հայտնվել եք այնպիսի իրավիճակում, որտեղ մեր օգնության կարիք ունեք։ Մեր էլեկտրոնային հասցեն եւ հեռախոսահամարը այս պահին ձեր էկրաններին է, զանգվեք հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։